Հարգելի գործընկերներ, մենք քննարկում ենք 2027 թվականի հունվարի 1-ից մինչև 200,000 դրամ աշխատավարձ ստացող անձանց առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառելու հնարավոր սցենարները եւ ինչու ենք քննարկում հնարավոր սցենարները, որովհետեւ այդտեղ մի քանի ուղղության հարցեր կան։ Մի ուղղությունը իհարկե զուտ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի մեջ մարդկանց ներգրավելու, ներառելու անհրաժեշտությունն է, երկրորդը այն կանխավարկածը, որ աշխատավարձերի ցածր սեգմենտում մեր համոզմունքով եւ իմացությամբ գործում է ստվերային որոշակի սխեմա եւ կառավարության համար խնդիր է նաեւ լուծել սոցիալական խնդիրը, բայց չխրախուսել ստվերը եւ սա է պատճառը, որ այսպիսի քննարկումներ ենք մենք ծավալում եւ ես ուզում եմ կիսել, թե այս պայծրությամբ ինչ ուղղությամբ է մտածում կառավարությունը 2027 թվականի հունվարի 1-ից մինչև 200,000 դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին համընդհանուր առողջության ապահովագրության համակարգում ներառելու համար։ Մեր մտածածը հետևյալն է, որ 2027 թվականի ընթացքում գուցե կառավարությունը սուբսիդավորի մեծ անհրաժեշտ 10,800 դրամ ծախսի 4,400 դրամը, աշխատողները վճարեն 2,000 դրամ, այն 2,000 դրամը, որոնք նախկինում մինչև 2026 թվականի հունվարի 1-ը վճարում էին զինապահ հիմնադրամին եւ պակասող 4,400 դրամ հատվածը վճարեն գործատուները։ Այն պայմանով, բնականաբար, որ եթե աշխատավարձը կփոխվի, կբարձրանա եւ կհատի 200,000 դրամի շեմը, այդ դեպքում արդեն այդքան աշխատավարձ ստացող քաղաքացիները կներառվեն արդեն իսկ գործող 200,000 դրամ եւ ավել աշխատավարձ ստացող քաղաքացիների համար նախատեսված համակարգի մեջ։ Հիմա սա մեր մտածած մտքերի ընթացքն է այս պահի դրությամբ, բայց կարևոր է նաեւ շարունակությունը մենք մտածում ենք հետեւյալ կերպ, որ 2028 թվականի հունվարի 1-ից արդեն գուցե թե մենք գործարկենք հետեւյալ սցենարը, որ 10,800 դրամ ծախսի 6,000 դրամը վճարի աշխատողը, որը ինքը արդյունքում հետ է ստանալու 2028 թվականին արդեն, որպես սոցիալական կրեդիտ համընդհանուր հայտարարագիրը լրացնելու պարագայում, այսինքն գործնականում քաղաքացու կյանքում շատ բան չի փոխվում։ Իսկ մնացած պակասող 4,800 դրամը շարունակի վճարել գործատուն, ելի այն պայմաններում, քանի դեռ աշխատավարձը ցածր է 200,000 դրամից։ Երբ որ կհատի 200,000 դրամի շեմը, արդեն համակարգը կսկսի գործել են ընդհանուր պայմաններով, որի վերաբերյալ տվյալ պահին կկայացվի որոշում։ Սա է մեր մտքերի ընթացքը այսօր եւ մենք քննարկումների արդյունքում հիմա գտնվում ենք այս հանգրվանի վրա, առաջիկայում նույնպես կքննարկենք եւ մեզ անհրաժեշտ կլինի առաջիկա 1 առավելագույնը 2 ամիսների ընթացքում կայացնել որևէ որոշում, որպեսզի մենք մեր 200,000 դրամի ցածր աշխատավարձ ստացող քաղաքացիներին ներառենք առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում։ Իհարկե շատ ավելի լավ կլինի, եթե եւ երբ մեր հարգելի գործատուները նաեւ այս առիթը օգտագործեն եւ վերանայեն իրենց որոշումները եւ հնարավորինս շատ աշխատողների վճարեն 200,000 դրամ պլյուս աշխատավարձ։ Իհարկե նման խնդիր կա նաեւ պետական կառավարման համակարգում եւ մենք նույնպես պետական կառավարման համակարգում այդ խնդիրը հասցեագրելու վերաբերյալ պիտի մտածենք։ Իհարկե կշարունակենք մենք քննարկումներ եւ կառավարության եւ ազգային ժողովի գործընկերների հետ եւ աշխատողների ներկայացուցիչների եւ գործատուների ներկայացուցիչների հետ եւ կգանք որևէ վերջնական եզրակացության եւ որոշման։ Ես նաեւ քննարկում ընդհանուր ամփոփելով ուզում եմ ասել հետեւյալը. իհարկե այս փուլում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումից մենք ունենք բավարար գոհունակություն, բայց մյուս կողմից պետք է հասկանանք, որ ինքը դինամիկ համակարգ է, որը
պետք է սպասարկվի, որը պետք է ուղեկցվի։ Այսինքն մենք հիմա խնդիր ենք դրել, որ առաջիկայում 2029 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակչության բոլոր շերտերը պետքա ներառված լինեն համակարգում, բայց դա չի նշանակում, որ մենք վերջ ավարտեցինք աշխատանքը։ Այսինքն համակարգը միշտ պետքա ուղեկցվի, որովհետև եւ շուկայի, եւ տնտեսության, եւ աշխատավարձերի փոփոխությունից, այդտեղ նաեւ փոխկապվածություններ մենք ունենք սոցիալական կրեդիտների համակարգի հետ, մենք պետք է անդադ ուղեկցենք, անդադ քննարկենք, որպեսզի համակարգի ընդհանուր առողջությունը կարողանանք ապահովել, եւ որ շատ կարեւոր է մատուցվող ծառայությունների որակը, իսկ որպեսզի մատուցվող ծառայությունների որակը լինի պատշաճ, համակարգը պետք է լինի ֆինանսապես առողջ, որպեսզի կարողանա, որտեղ որակը այդ ծախսը, պետք է այդ ծախսը որակը սպասարկվի, բայց սա արդեն հետագայի խոսակցություն է, մենք այսօր նաեւ քննարկեցինք, որ հետագայում, տեսեք մենք ասում ենք, որ կենսաթոշակառուների թոշակի գնողունակությունը ըստ էության մենք պետք է ինդեքսավորենք, որովհետև գնաճը անխուսափելի է, առողջության ապահովագրության համակարգի համար էլ գնաճը անխուսափելի, որովհետև այդ գնաճը ազդում է ամեն ինչի վրա եւ հետագայում մենք այս խնդիրներին նույնպես պետք է անդրադառնանք, բայց դա մոտ հետագայի խնդիր չի, դա հետագայի խնդիր է եւ այստեղ նաեւ թեման ուղղակի բացվեց եւ նաեւ ավելի երկարաժամկետ հեռանկարների շուրջ քննարկումներ եւ մտքերի փոխանակություն ունեցանք, ինչը իհարկե օգտակար է։